Հիմա գալով ինչքանով էր այս պարագայում ոնց որ համընկնում իր այցը եւ այդ բաների այցը ես կարծում եմ, որ այստեղ պարզ համընկնման հետ գործ ունենք, այսինքն այդ ադրբեջանցիները, որոնք տենց սիրուն ֆանֆարներով երեք օկուպացված Արցախով մտել են Սյունիքի մարզ, օկուպացված Սյունիքի մարզ massամբ, այսինքն այդ անցակետով որտեղ անցնում են այդտեղ 2024 թվականի մարտին տեղ գյուղի մոտ հիշեցնեմ, որ թուրքերը էլի տարած վերցրեցին, օկուպացրեցին ՀՀ ինքնիշխան սուվերեն, ինքնիշխանության չէ, պահապաններին ենք այստեղ հիմա հիշում, տարածքը այսինքն այդ իրանք որտեղ որ քայլել են, այդ դրան կողքը այդտեղ Հայաստանի Հանրապետության գրաված տարածք է, միջազգային ճանաչված գրաված տարածք։ Մայ որ իրանք եկել են, սա այդ գիտեք, այդ այսպես կոչված այդ բանի շրջանակներում, ես դրան չէի կոչի իհարկե բան, խաղաղասիրական գործընթացներ, ավելի ճիշտ է շատ տիպիկ է նկարագրում, բաներ, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլիներ, տենց օգտագործելով այս պարագայում թուրքաբանություն, ուրեմն դա ըստ էության էլի քարոզչական տեխնոլոգիա, այսինքն իրա մեջ փնտրել ինչ որ տենց բան, վայ, ես ինչ կնա։ Ինքը իր ամբողջ էֆեկտը այնա, որ տենց բան ա եղել, որ վերցնի մեդիան ու ասի դաժե քննադատելով փաստացի հանրությանը տարածի, վայ, ինչ լավ է շփվում են։ Ու ցավոք սրտի պետք է ասել, որ քանի որ իրանց դե ֆակտո իշխանությունների քարոզչությունը եւ պրո-ադրբեջանական, պրո-թուրքական քարոզչությունը, որ մեր երկրում այսօր շատ տարածված է, այդ թվում նաեւ թուրքական ադրբեջանական աղբյուրների հաշվին հայալեզու, այդ քարոզչությունը շատ հաճախ տալիս է արդյունք։ Մեր հայրենակիցները շատ դեպքում կարան իսկապես այդ մոլորությանը տրվեն, սա իրանց մեղքը չի, մեր հայրենակիցների մեղքը չի, սա ոնց որ քրիստոնեության մեջ կա, չէ, որ գայթակղության մեջ առաջինը մեղավորը գայթակղեցնողը, այո, ոչ թե այնով որ զոհ է դարձել դրա։ Հիմա այս քարոզչության մեջ էլ է այդպես, հա, դու կարաս ասես, որ մարդը դա չի հասկանում, կարաս, բայց դրանից առաջ պետք է հաշվի առնես, որ իր դեմը այնպիսի քարոզչական մի հատ ծավալ է աշխատում, որ սովորական մեր հայ մարդը, իր ուղն ու ծուծով, որը հայ ազգային մարդը, ինքը չի դիմանում այդ քարոզչական ռմբահարությանը։ Ես թույլ կտամ ինձ օգտագործել մի բան համեմատություն, որը գուցե շատերի նույնիսկ մեր ազգային դաշտի ներկայացրին թվա չափազանցություն, բայց հավատացնում եմ ասածս հիմնված է էլի հետազոտական աշխատանքների վրա, որոնց ես ծանոթ եմ, իմ գործընկերներն են մանրամասն ծանոթացել։ Այս պահին Հայաստանում բառի զբուն իմաստով հայ ժողովրդի դեմ օգտագործում է տեղեկատվական քիմիական զենք։ Այսինքն իր հետևանքներով այդ տեղեկատվական քարոզի մանիպուլյացիայի, քարոզչության ծավալներն ու բնույթը այնպիսին են, որ հանգիստ կարաս համատես ռազմական իրավիճակում քիմիական զենքի հետ։ Այսինքն ինքը պարալիզացնում է քեզ, հա, ինքը քեզ թույլ չի տալիս կողմնորոշել, ստեղծում այնպիսի տեղեկատվական աղմուկ, որը հնարավորություն չի տալիս նույնիսկ ոչ թե այդ տարածածին հավատալ, այդ դու չես էլ հավատում, բայց դու մնացածներն էլ չես հավատում։ Դու դառնում ես ինչ? Ավտորիտար ռեժիմների երրորդ կարևորագույն բաներից մեկը։ Դու դառնում ես ապատիկ։ Այսինքն դու էլ ոչ մի բանով չես հետաքրքրվում։ Իսկ դա ռեժիմի չփոփոխության գլխավոր հիմքերից մեկն է։ Այն որ մենք ունենք Հայաստանում շատ ենք չէ քննադատում նաև ներազգային դաշտում հաճախ ասում ենք մեր ժողովուրդը անտարբերադարձ է։ Այդ անտարբերությունը and by default չի, տենց ինքնուրույն չի ստեղծվել, անտարբերությունը կերտված է։ Եվ ես որպես մարդ, որ ավտորիտար համակարգերը գիտականորեն ուսումնասիրում եմ, ընդ որում մեր երկու ողերի հարևանների օրինակով, հատկապես Ադրբեջանի, կարամ պնդեմ, որ դա կարևորագույն մեխանիզմներից է, որը կիրառում են ավտորիտար, ընդ որում նոր տեսակի ավտորիտար համակարգերը, որպեսզի ապահովեն ռեժիմի անփոփոխություն, չփոփոխություն։ Հիմա այն, որ Հայաստանում մենք ունենք ինչքան քանի տոկոս է, 60, 50-60։ Հա, էական չի։ Այդ 60%-ը դա ինքնուրույն առաջացած բան չի, ինքը իրանով առաջացած չի, ինքը արդյունք է էլի այդ տեղեկատվական կենսաբանական զենքի։ Եվ այս ոնց որ լայն նախաբանն ու կոնտեքստը տալիս եմ ասելու համար, որ եւ այսօրվա տեղի ունեցածը, որ այդ օկուպացված Արցախի տարածքով մտել են Սյունիք, երևի հիմա Երևանում են, ենթադրում եմ իրանց ընկերների հետ, այդ քարոզչական զենք է, այսինքն ինքը քարոզչական մեխանիզմ է, որը օգտագործվում է մեր հարաբերության շրջանում պատրանք ստեղծելու խաղաղության։ Եվ ցավոք սրտի պիտի ասեմ,
հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ եթե չեմ սխալվում դեկտեմբերին անցյալ հայտարարեց, որ առաջիկա տարում մենք ունենալու ենք մի քանի սիմվոլիկ քայլեր հայ-թուրքական խաղաղության մասին։ Այ հղում անելով Էրդողանի ասացին, բայց միևնույն ժամանակ մտքումս ունենալով տասնյակ նմանատիպ տեքստերը, որոնք ես կարող եմ օրինակ բերել Ադրբեջանից ու Թուրքիայից, մենք առաջիկա ամիսներին, մարտ, ապրիլ, մայիս մինչև ընտրություններ մենք ունենալու ենք այս ոճի եւ ավելի նույնիսկ այսպես ավելի փայլփլուն նմանատիպ այլ քայլեր։ Օրինակ կարող է հանկարծ ասենք անի պատմական կամուրջում դրվի առաջին արմատուրան բան։ Այդ ոճի բաներ ենք տեսնելու, որը այդպիսի քայլերը կոչված են ունենալու, նպատակ են ունենալու մենակ մի բան անել։ Հայ հասարակության զգալի հատվածի մոտ ապահովել, ամրացնել, լայն տարածում ապահովել այսպես կոչված խաղաղությանը, այսինքն պատրանք ձևավորել, որը էականա լինելու դե ֆակտո իշխանությունների վերընտրման համար եւ հետագայում հունիսի 7-ով չի բրծնելու։ Հետագայում հայկական դիմադրությունը հանրային հասարակական ել ավելի թույլատնելու համար, որովհետեւ խաղը չի բրծնում հունիսի 7-ին, ինչպես որ ասենք կարելի է թվալ, հա, ասենք նույնիսկ եթե դե ֆակտո իշխանությունները վերարտադրվեն, նույնիսկ եթե բարձր չէ որ հայ ժողովուրդը դիմադրելու է էլի։ Այսինքն հոմենք չենք լռելու, ասենք դե վсё բրծավ, ման, վեշերը հավաքում ենք ու ուր ենք գնում, էլի չկա որ գնալու տեղ։ Այս մեր երկիրն է, պետք է շարունակել պայքարել։ Եթե նույնիսկ ստացված, որ այս իմ ասածը ռելևանտ չլինի, հա, բայց հունիսի 8-ի առավոտը մենք էլի շարունակել ենք դիմադրել։ Եթե հաղթենք էլ, երբ որ հաղթենք, հաջորդ օրը կարող է Թուրքիան ու Ադրբեջանը ասեն, վсё, էլ մենք չենք զբաղվում Հայաստանով, էլ Հայաստանի վրա չնշում։ Էլի են չէ փորձելու այս նույն բանը անել։ Ուրեմն սա միշտ ռելևանտ է եւ պետքա մենք այս պարագայում լինենք հասարակական տեղեկատվական դաշտի ինչ որ իմաստով ոչ միայն տեղեկացնողները, այլ նաեւ սանիտարները, որոնք պետքա օգնեն մեր հայրենակիցներին այդ մոլորության մեջ չընկնել, այդ քարոզչական ծուղակները չընկնել, որովհետև նորից եմ ասում, սա ամենաառաջադեմ տեղեկատվական քիմիական զենքն է, որ օգտագործում է։ Եվ ես մեկը գիտեմ եւս մեկ երկիր, որտեղ սա այս ծավալներով օգտագործում է։ Դա Ուկրաինան է։ Ուկրաինայում ինչքան ես հասցնում եմ հետևել, մասնագետ չեմ, կարծում եմ հիմա Ալեքսն էլ նայում է, չէ, երևի բան Բոշկոն կամ չի նայում, բայց միշտ նայում էր առաջ, ուրեմն եթե նայեք ուկրաինական միջավայրը, կտեսնեք, որ շատ բաներ, որոնք այսօր Հայաստանում կիրառված է, տեղեկատվական դաշտում, մենք դրա, ասենց ասած, առաջին ապրոբացիան, այսինքն փորձարկումը այդ զենքի տեղեկատվական տեսել ենք ուկրաինական ճակատում եւ հակառակը, այն ինչ որ ստեղ է օգտագործվել հաջողությամբ, կարելի է գտնել նաեւ Մոլդովան ամենալավ։ Հա, դե ես Մոլդովային չեմ ուսումնասիրել, չեմ ուզում օրինակը բերել, բայց այո, շատ ճիշտ եք, այնտեղ էլ առնվազն 2-3 դրվագ արձանագրված։ Եվ նաեւ